Leader Suites վստահությունը իդեալական նստվածքից։ Leader Suites-ը առաջարկում է կոստյումներ հարմար ցանկացած միջոցառման համար։ Բիզնես հանդիպումներ, հարսանիքներ, տոնական միջոցառումներ։ Մեկ կոստյում, տասնյակ ոճային կերպարներ։ Զգա քեզ վստահ։ Եղիր բարձր մակարդակի ցանկացած իրավիճակում։ Երևան տոնավաճառ B103 և B136։ Ողջույն, եթերում անցյալից ներկա նախագիծն է։ Նախագիծ, որ ներկայացնում է ավագ սերնդի անցած գեղեցիկ ճանապարհը։ Այսօրվա իմ հյուրը մի երգչուհի, ով անցել է հրաշալի ու գեղեցիկ ճանապարհ։ Այսօրվա իմ հյուրը առանձնանում է իր գեղեցկությամբ, կանացիությամբ ու միևնույն ժամանակ իր անսահման տաղանդով։ Այսօր իմ տաղավարում հրաշալի մի երգչուհի է։ Հրաշալի երգչուհի, ում սիրում են բոլորը, թե ավագ սերունդը, թե նոր սերունդը։ Անցյալից ներկայի տաղավարում այսօր Լորա Մինասյանն է։ Ողջույն Տիգրան Մինասյան։ Ողջույն Վարդան ջան, ողջույն։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու ու մեր տաղավարը ձեր ներկայացությամբ այլ ավելի գեղեցկացնելու համար։ Ես եմ շնորհակալ ջրընկալելու համար։ Լավ եմ, եթե այսօր այստեղ եմ, ձեր տաղավարում, ձեր հյուրն եմ, իհարկե լավ եմ, պայծառ եմ։ Տիգրան Մինասյան, տարիներ շարունակ դուք առանձնանում եք ձեր համեստությամբ, գեղեցկությամբ, տաղանդով, բայց միևնույն ժամանակ միշտ մնում եք նույն գեղեցիկ Լորա Մինասյանը։ Ինչպես է դա ձեզ հաջողվում։ Դե աշխատում եմ այդպես ինձ դրսևորել, քանի որ ես ընդհանրապես շատ փոքրուց, վաղուց 70 կներեք 6 թվից ասեմ, ոնց ասեմ, մեծ բեմերում ելույթներ եմ ունեցել ու միշտ ուզեցել եմ, որ լինեմ ֆորմայի մեջ, հա, այսպես ասեմ։ Դե միջև օրս արդեն ավագ սերունդ ոնց որ դու նշեցիր, դարձել եմ ավագ սերունդի ներկայացուցիչ երգչուհի, բայց աշխատում եմ դեռ մի քիչ պահել ինձ։ Ձեր պարագայում ավագ սերնդի մասին կարող ենք խոսել միայն տարիների փորձով, որովհետև գեղեցկությամբ ավագ սերնդին ոչնչով չեք զիջում ու նոր սերնդին ևս։ Տիգրան Մինասյան, ինչպես սկսվեց ձեր երաժշտական կարիերան։ Դե ինչպես սկսվեց, առաջին էստրադային քայլերս սկսել եմ կոմպոզիտոր Հարամ Սայծյանի հետ, նա իմ էստրադայի երգի առաջին իրոքոսուցիչն է, շատ երգերի հեղինակ, որին շատ շնորհակալ եմ։ Ես երկար ճանապարհ եմ անցել այդ իմ գեղեցիկ երգերով, մեծ բեմերում եմ ելույթ ունեցել, Հանձինես Մոսկվայում եմ ելույթ ունեցել Արամ Սայծյանի գեղեցիկ երգերից մեկով, ռուսերեն տարբերակով, բառերը, եւ արժանացել եմ շատ մեծ այսպես ծափահարությունների, դրա հետ մեկտեղ մասնակցել եմ նաեւ Արամ Սայծյանի քաղաքական երգ 75 այն ժամանակ 75-76 փառատոնի, որտեղ գրավել եմ այդ երգով, քաղաքական երգով երկրորդ տեղը։ Հետո համագործակցել եմ արդեն Կոնստանտին Օրբելյանի մեր գեղեցիկ օրկեստրի, Կոնստանտին Օրբելյանի օրկեստրի հետ, այդտեղ ես համագործակցել եմ, որոշ ժամանակ աշխատել եմ, երգել եմ իրենց հետ, ու հետո արդեն ամուսնացել եմ։ Տիգրան Մինասյան, գիտեմ նաև, որ եղել եք էստրադային վոկալ ստուդիայի առաջին շրջանավարտներից մեկը։ Այո, այո։ Ու նաև աշխատել եք ազգային ռադիոտանը որպես երաժշտական ծրագրերի խմբագիր։ Այսինքն այն թվերին բոլոր աստղերի երգերն անցնում էին ձեր ձեռքի տակով։ Ոչ իմ ձեռքի տակով Վարդան ջան կարելի ասել ոչ, բայց կար Խուցսավետ, բայց կար ազգային ռադիոընկերությունում կար Խուցսավետ կոչվում էր, շատ մեծ, 12-13 հոգուց բաղկացած բոլոր Հայաստանի ամենալավ կոմպոզիտորները այդտեղ են, այդ Խուցսավետում, բոլորը ժյուրիի կազմում են եղել եւ այդ բոլոր մեր ձայնագրությունները, որը արվում էր Տերյան ստուդիայում նախկին մեր, բոլոր այդ գործերը, բոլոր կատարումները, բոլոր երգերը, որ ձայնագրվում էր, բոլորը անցնում էր այդ ուրեմն Խուցսավետով ու նրանք գնահատականը դնում էին, այսինքն երգը կանցնի ձայնային ֆոնդ կամ երգը կանցնի որպես մեծ բեմերում կատարելու համար, թե ոչ։
Այդպես ենք աշխատել։ Իսկ տարիներին աշխատելով ռադիոդանը որպես երաժշտական ծրագրի խմբագիր, ձեր երգերը հեշտությամբ են անցնում որպես Ոչ, ամեն ինչը ոչ Վարդան ջան, ամեն ինչ արվում էր նորմալ ձևով, քաղաքակիրթ ձևով, այսինքն մարդիկ տեսնում են, եթե դու ունես տաղանդ, դե դու երգում ես, կլինեմ ես, կլինի մյուսը, ուրեմն կերգես, եթե ոչ։ Տիկին Մինասյան, երբ փորձեցի արտադրությունից առաջ նախապատրաստվել ու ուսումնասիրել, իրականում շատ քիչ հարցազրույցներ ձեր մասնակցությամբ տեսա, բայց ինչ է ինձ ուրախացրեց, որ նկատեցի, որ վերջերս որոշ օգտատերեր YouTube-յան տեղադրել էին ձեր երգերից, հանդիպեցի Քելե կատարմանը ու եւս մի քանի կատարումների հանդիպեցի, այսօր ինչու է դրում Դոլամերասյանը։ Շատ ցավոտ հարց է Վարդան, ես կարող եմ ասել իմ երաժշտական, այսպես ասած, երգային արվեստը մի փոքր դադարել է 18 թվականից, ասեմ քեզ, երբ արդեն այդ COVID-ը սկսվեց եւ պատերազմը եւ մեր քաղաքական այս բոլոր ամբողջ այս հարցերը, չգիտեմ ինչու դրա հետ մեկտեղ դադարեց իմ երգային արվեստը գործունեությունը, չգիտեմ ինչ կատարվեց, բայց կատարվեց այն, ինչ որ կատարվեց։ Նայեք, ինչի համար եմ հարցնում, որովհետև այս տակտոկի համար բացահայտում կլինի, բայց ես այն երջանիկ երիտասարդ սերունդից եմ, որ պատիվ եմ ունեցել բավականին երկար ժամանակ ձեզ հետ աշխատել միևնույն բեմում, ու ինձ հիացրել է ձեր հնական կեցվածքը, կանացիությունը, ու ինչպես ես միշտ սիրում էի ներկայացնել ձեզ բոլոր ժամանակների Լոլա Մինասյան, ինձ համար զարմանալի էր, որ ու միևնույն ժամանակ ոչ այդքան հաճելի, որ այդ Լոլա Մինասյանը, որը բարձրանում էր բեմ ու կարողանում էր գրավել հանդիսատեսին, այսօր լռում է։ Մենք բոլորս ու նաև խոսում դրա մասին կորիստներում, այսօր լռում է։ Ցավոտ է Վարդան ջան։ Ինչքան նորից վերադառնալ ասած, դուք ունեք բոլոր հնարավորությունները ու բոլոր եւ գեղեցկություն եւ տաղանդ վերադառնալ ասպարեզ։ Ես գիտեմ, որ որոշ ժամանակ առաջ փորձեցիք նոր երգի Այո, Ռաֆի հետ Ալթունյան, իմ սիրելի, շատ սիրելի, այսպես ասած ժամանակակից երիտասարդ կոմպոզիտոր, որը նաև եղել է Արամսակյանի ուսանողը ստեղծագործական դասարանում, շատ հրաշալի տաղանդավոր տղա է Ռաֆին, ես ապշած եմ իր երգերով ու ինձ այսպես ասած այնպես էր, որ հրավիրեց մի օր Ռաֆին իր մոտ ստուդիա, որտեղ ինքը միշտ աշխատում է, դա եղել է 3 տարի առաջ, ու նստած էինք, իր երգերն էր ինձ ցույց տալիս, որ ովքեր են կատարում, մեկ էլ այդ պահին Ռաֆին ասաց, Լոլ, մի հատ երգ ծնվեց, մի հատ երգ կա, երգը Երևանի մասին, ու ասեց քո, այսպես ասած, անցած տարիների Երևանի մասին, ես այդ երգը սիրով կնվիրեմ քեզ, բառերի հեղինակն է ինքը, երաժշտությունը ինքը, բայց ավաղ այդ երգը դեռ չիրականացավ։ Այսինքն պիտի արանժիրովկա արվեր գործիքավորում։ Ես էլի մեկնեցի այլ երկիր, արտ երկիր, որոշ ժամանակով, նորից 2 տարի բացակայեցի, Եվրոպա մեկնեցի ու այդ երգը մնաց։ Որովհետև ես իրականում հիշում, որ այդ ժամանակ թե ձեր գոլեգաների հետ մենք ընկերներս անհամբեր սպասում էինք այդ երգի, որտեղ դուք շատ մեծ ոգևորվածությամբ էիք խոսում այդ երգի մասին։ Հուսամ մոտ ապագայում Լոլա Մինասյանի վերադարձը Երևան երգով շատ սպասեցնել մեզ չի տա։ Շնորհակալ եմ, անպայման կաշխատեմ Վարդան ջան, դու այնպեսի մի մարդ ես, որ հիացմունքով ես բոլորին ներկայացնում, հանձինս ինձ, շատ գեղեցիկ ես ներկայացնում, շատ բարի ես ներկայացնում ու պոզիտիվ, ու դա այդ դրականը դու հիմա ինձ ես հաղորդում։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե ավակ սերունդը նույնություններով ներկայանա, որովհետև նախագծի հիմնական նպատակը ավակ սերունդի նորից եթե բերելն է։ Տիկին Մինասյան, այն ինչ կատարվում է այսօրվա շոու բիզնեսում, այնքանով ձեզ գոհացնում։
Ես Հետևում եք այս իհարկե ես ամեն օր բոլոր առավոտյան ծրագրերը եւ Արմենիա հեռուստաընկերության բարի լույս ծրագիրն եմ ունկնդրում մեծ սիրով եւ ՀՄԿ-ի ազգային առավոտ լուսո ծրագիրն եմ ունկնդրում մեծ սիրով եւ բոլորին հետևում եմ մեր նորին բոլորին հետևում եմ եւ արվեստագետներին եւ իրենց հաղորդումներին հաճույքով դիտում եմ եւ նույնիսկ ինքս նստում եմ եւ ասում եմ ով է լավ ով է վատ ինքս ինձ համար իմ տանը ունկնդրելով ես ոչ մեկի փնովել չեմ կարող այսօրվա սերնդի հետ կապված անկեղծ ամեն սերունդ ունի իրենը բայց ուզում եմ ասել այն ժամանակ որ մենք երգում էինք երգերը ստեղծում էր Ռոբերտ Ամիրխանյան, Արամ Սատյան, բոլոր մեր լավ կոմպոզիտորները որ երգեր են գրել այդ երգերը որ կատարվել է, ձայնագրվել է, այդ բոլոր երգերը մինչև հիմա չէ հիշվում են, ապրում են ու նույնիսկ հիմա այս նոր սերունդը գեղեցիկ ձևով իրանք ոնց որ ռեմիքս են արել, բոլոր երգերը երգում են նորովի ու շատ հաճելի է, շատ։ Ես ողջունում եմ իրենց, ունկնդրում եմ, լսում եմ, ասում եմ ինչքան գեղեցիկ է, պապուրիներ են անում այդ մեր երգերի հիման վրա, որ մենք երգել ենք ժամանակին ու շատ հաճելի է դա լսելը, բայց կա մի ոճ, որ ես ոնց որ արդեն Արտուր Գրիգորիչի ձևով ասեցի կներեք իմ շատ սիրելի, որ կա մի ոճ, որ ես չեմ կարողանում լսել, երբ որ մի քիչ այդ արևելյան ոճը ինձ համար մի քիչ տհաճ է, ինչու, որտեվ եթե դու ունես գեղեցիկ ձայն ու նստած երգ կարողանում ես երգել, ավելի լավ է երգես քոնը, քո ազգային դասականը, էստրադան, ես դրան կներեք դեմ եմ։ Տիկին Մինասյան, անցյալից ներկա, եթե մի բա մոտովի գնենք անցյալ, ինչն է կարոտում ձեր անցյալում ամենաշատը։ Նախ սկզբից կարոտում եմ իմ պատանեկությունը, հուզվեցի, հետո երիտասարդությունը, հետո իմ անցած տարիները իմ ընտանիքի հետ կապված, որ շատ լավ է եղել, եւ վատ է եղել, եւ լավ է եղել, եւ դժվարություններ, եւ ամեն ինչ, ամեն լավ բան եւ դժվարություններ ունեցել եմ մի աղջիկ Աստվածից պարգևել է, շնորհակալ եմ Աստծուց ու ունեմ թոռնիկներ, արդեն հիանում եմ իրենցով, ուրախանում եմ, ապրում եմ իրենցով։ Գիտես Վարդան ջան, երգով եմ շատ ապրում, ես միգուցե ոնց որ դու ասեցիր հիմա դադարել եմ ոչ թե երգելուց, այլ բեմ դուրս գալուց, որովհետև եթե հիշում ես ես ամեն բոլոր տոներին անկախության օրը դա կլինի, Էրեբունի Երևան տոնը կլինի, դեկտեմբերի 31-ի տոնակատարությունը մեր հրապարակում, Հանրապետության հրապարակում, ես բոլոր այդ համերգներին միշտ մասնակցել եմ մինչև 18 թիվը, բոլոր աստղերի հետ միասին ես ինքս էլ, եթե տեղյակ ես, բոլոր այդ համերգներին ներկա եմ գտնվել, մեծ բեմ եմ դուրս եկել ու շատ ուրախ եմ եղել ու շատ գեղեցիկ եմ ներկայացրել իմ երգը ու ապրել եմ դրանով։ Մինչ օրս ապրում եմ հիշողություններով ու հիմա ուղղակի մի փոքր չեմ կարող ասել տխրում եմ, բայց նաև տխրում եմ, անկեղծանամ, որ ես հիմա արդեն քանի տարի չկամ այդ բեմերում։ Հենց դա է ուզում հարցնել, իրականում երգչու համար ով ակտիվ գործունեություն է ծավալել ունեցել երիտասարդ սերունդի հետ համատեղ միշտ եղել է բոլոր համերգներում, ով նաև ամեն երեկո աշխատել է հաղթանակ զբոսայգում, կատարումներով միասին ենք աշխատել ենք, չանել ոչինչ ու նստել տանը, իրականում դժվար չէ։ Շատ, նույնիսկ ցավալի է, ես ասեմ ավելին չեմ ուզում այդպիսի տպավորություն թողնեմ, խղճահարություն, ներողություն եւ այլն մարդկանց կողմից, բայց ես 3 տարի առաջ շատ վատ հիվանդացա ապրումներից, անկեղծ
դա այդ դրա մասին իմ ընտանիքս է տեղյակ, իմ երեխաները, որ այդ ապրումներից ես նույնիսկ ընկա հիվանդանոց եւ որոշ ժամանակ մի քիչ բուժվեցի, կարգի հրավիրեցի ինձ, որովհետեւ ես արդեն անկում էի ապրում, տարվել էի նրանով, խորացել էի այն բանի մեջ, որ ինչու ես պետք է չերքեմ, ինչու ես պետք է չլինեմ, եթե ես ունեմ այդ տվյալները իրոք Վարդան ջան, ոնց որ դու ասեցիր, շնորհակալություն գնահատականի համար, եթե ես կարող եմ երգել, եթե ես ի վիճակի եմ, իմ բեմական ամեն ինչը, ու հիմա չեմ երգում, այլ դրա պատճառով ես ընկա հիվանդանոց։ Նայեք, Տիկին Մինասյան, վերջին մեր եթերի հյուրը Գայանե Հովհաննիսյանն էր, ով նույնպես մեծ ցավով նշեց, որ այսօր կարծես իրենց մոռացել է։ Ուզում հասկանամ, ինչու՞ն է խնդիրը, չկա առաջարկ, թե չկա այլևս պահանջարկ։ Այ Վարդան ջան, Գայանե Հովհաննիսյան Եվս շատ սիրում եմ, շատ գեղեցիկ ձայն ունի, գեղեցիկ երգչուհի, տաղանդավոր նույնպես իմ շատ սիրելի Գայանե Հովհաննիսյանի մասին, որը ինքը Կոնստանտին Օրբելյանի մոտ էր ևս, եթե հիշում եք, ինքը պատմել է Սերպանտին վոկալ գործիքային անսամբլ եւ ինքն էլ շատ երկար տարիներ ստեղծագործել է, երգել է, անցել է լիքը ճանապարհներ, փայլատակել է, բայց այսօր ինձ համար էլի ցավալի է Գայանեի պահնել։ Հասկանում եք, ինձ հետ միասին։ Այդ սերունդը առաջարկ թե չկա պահանջարկ։ Պահանջարկ երևի չկա, եկեք ճիշտ խոսենք, հա, որովհետև ես ասեցի ինչու, ոչ թե ես իհարկե ցանկալի է այսօր նորովի ներկայացնել բոլոր երգերը, նոր սերունդը եւ այլն, բայց ցանկալի է, բայց ցավալի է, որ ասենք այդ երգերը մենք էլ ենք երգել ու մենք էլ կարող ենք, չէ՞, նորովի ներկայացնել։ Ստացվում է, որ պահանջարկը կա, Պահանջարկ, հա, չկան առաջարկողները։ Առաջարկություն չկա։ Կազմակերպությունները կամ այն կազմակերպիչները, որոնք իրենք նախընտրում են ավակ սերնդին, ոնց որ ասած, արդեն մի քիչ մի կողմ են դրել, այսպես ասած, մոռացված վիճակա գնում, իրենք աշխատում են արդեն նոր սերնդի եւ երիտասարդների հետ ավելի շատ, հա, ճիշտն եմ ասում, ու այլ տեսնում եք, եթե երիտասարդների հետ աշխատում են, ես չեմ փնովում այս, բայց իրանք ավելի շատ այդ արևելյան ոճը առաջ են տվել, ու ես չեմ կարծում, որ դա այդ ոճը կլինի, կհիշվի տարիներ, մեր երեխաները, մեր ասենք թորնիկները, չի հիշվի, մերն է հիշվելու ու հիշվում է մինչև այսօր։ Նայեք, իրականում ես նշեցի, որ բախտունացել եմ աշխատել ձեզ հետ, ու գիտեք ինչն է ինձ համար հետաքրքիր ու հաճելի, որ հանդիսատեսը, որը որ գալիս է վայելելու երեկոն ու երաժշտությունը, ու նաև ձեր երաժշտությունը, մեծամասնությունը նոր սերունդ է։ Հաղթանակ զբոսայգու մասին։ Հաղթանակ զբոսայգու մասին է խոսք, այսինքն տպավորությունը գիտեք ինչու է կայանում, որ նոր սերունդը ունակ է ու միևնույն ժամանակ ցանկություն ունի լսել հավաք սերունդին, բայց մենք անընդհատ մատուցում ենք նոր սերունդ, այսինքն ստացվում է այսպես, այն ինչ մատուցում ենք, այն էլ դառնում է ակտուալ, ու այստեղ հնչում է հարց, դուք իրականում ձեզ որպես ավակ սերունդ, նոր սերունդի կողմից, բավականաչափ գնահատված համարում եք։ Ճիշտ ասած, ես դա չեմ կարող ասել, իրենք պետք է գնահատեն, ես ոնց ասեմ։ Այսինքն փողոցում անցնելուց կամ չգիտեմ ինչ։ Հա, իմ ընկերական, այո, հա, այդ հարցին իհարկե ես ընկերական մեջ շրջապատ ունեմ եւ երկային եւ այնպես եւ նույնիսկ հարևաններ, որոնց հետ շփվում եմ, իրենք միշտ բոլորը հաճույքով եւ ափսոսանքով են ասում. «Այ ինչի չկաս այս նոր տարում դու եթերում», այ ասեցիր, ես պատասխանում եմ։ Իմ մի հարևանուհի ունեմ, որը ոնց որ իմ ֆանատներից է երգային, չեսնը, ֆանատ։ Այդ կինը տարիքի մեջ է, բայց շատ սիրում է իմ երգային արվեստը, անընդհատ ասում է. «Լո ջան, այս նոր տարել չկար եթերում, ինչի», ասում եմ. «Ալվար ջան, այդ հարցը ինձ մի տուր էլի ցավոտ կողմ է, ես չեմ կարող պատասխանել ինչի, որովհետև ես ուզում եմ, բայց պահանջարկ չկա»։
Կիմինասյան, ինչ է դες համար երջանկությունը, որոնք են այն 3 նախապայմանները, որոնք անհրաժեշտ են լիարժեք երջանիկ լինելու համար։ Ես ես վերջերս էլի մի տեղ հարցազրույց ունեի Վարդան ջան։ Այդտեղ էլ այդ հարցը ինձ տվեցին Տիգրան Հարությունյան եւ Մարինա Թագակչյան, ինչ է երջանկությունը կնոջ համար, կնոջ աչքերով։ Գիտես Վարդան ջան, ինձ համար երջանկությունը այն է, որ խաղաղություն լինի մեր երկրում։ Մեր երեխաները առողջ ապրեն, լավ ապրեն, երջանիկ լինեն, ոչ մի կռիվ այլևս չտեսնեն, ու այդ ժամանակ դու քեզ երջանիկ կզգաս եւ քո ընտանիքում, եւ առօրյա, եւ ոնց բացատրեմ, երբ որ ամեն ինչ լավ է, կինը իրան երջանիկ կզգա։ Այսինքն ես ինքս երջանիկ կլինեմ այն ժամանակ, երբ որ տեսնեմ, որ իմ երեխաները դեպի լավն են գնում, ապրում են, ոնց որ ասենք աշխատում են, երջանիկ են, քայլում են Երևանի փողոցներով, իրենց լավ են զգում, չեն տխրում։ Իմ համար երջանկությունը դա է։ Իսկ եթե հնարավորություն տրվել ձեզ, ինչ-որ բան փոխել, ինչ կփոխի ձեր անցյալում, ու արդյոք նորից այսքան վաղ ճանապարհ անցնելով կընտրեիք երկչու ճանապարհը։ Կընտրեի։ Մեծ սիրով կընտրեի այդ ճանապարհը, քանի դեռ ես զգում եմ, որ ես կարող եմ երգել դեռ, որովհետև ես տանը չեմ դադարում պարապելուց, երգելուց, ես ինձ համար անպայման ոչ ամեն օր սուտ կլինի, բայց շաբաթվա մեջ մի օր տրամադրում եմ իմ երգին, ես ինքս ինձ հետ խոսում եմ, ես ինքս կանգնում եմ նորից հայելու մոտ, նույնիսկ իմ գեղեցիկ բեմական շորիկները հանում եմ, հագնում եմ, կանգնում եմ հայելու առաջ եւ իմ այսպես ասած ձայնագրությունները, ֆոնոգրամաները կոչեցալ, մինուսավոր դնում եմ ու սկսում եմ երգել։ Ու դրանով էլի մի քիչ ապրում եմ։ Իսկ ի վերջո, ինչ-որ բան կփոխեիք ձեր անցյալում, թե կուզեիք ամեն ինչ նորից լինի ձեր։ Դժվար հարց է։ Փոխել ես միայն ուզում եմ առաջին առողջություն տա Աստված բոլորիս ինձ, այդ ժամանակ կփոխեմ ինչ-որ մի բան իմ կյանքում դեպի լավը, իհարկե։ Հիմա Աստծուց խնդրում եմ միայն ինձ առողջություն։ Շնորհակալ եմ Տիկինես։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու, շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար, շնորհակալ եմ այսքան անկեղծ լինելու համար, շնորհակալ եմ ձեր անցած գեղեցիկ շրջանի համար։ Ինչպես ես իմ բոլոր ավակ սերնդի հյուրերին եմ ասում, շնորհակալ եմ, որ մենք երիտասարդներ ունենք հնարավորություն լինելու ձեր ժամանակակիցը ու սովորելու ձեզանից։ Սովորելու ճիշտ ապրել ու միևնույն ժամանակ վայելել սեր ու հարգել։ Իսկ դուք այն ավակ սերնդի ներկայացուցիչն եք, որ վայելում է սեր ու հարգանք։ Ուզում եմ, որ ձեր կյանքում ամեն ինչ շատ լավ լինի ու վստահ եղեք, որ սերունդը ունի ձեր կարիքը ու սրտի ամենախորքում ենք սպասում ենք ձեր վերադարձի նոր երկերով ու նոր տեսանյութերով։ Առողջ եղեք ու շնորհակալ եմ ևս մեկ անգամ հրավերս ընդունելու համար։ Ես ևս շնորհակալ եմ, Վարդան ջան, եւ ինձ համար իրոք մեծ պատիվ է այսօր ես հետ գտնվելով այս տաղավարում, որը վարում ես դու այս հաղորդումը, ես ուրախ եմ քո համար, որտեղ դու ինձ համար այսպես ասած այնպիսի մի մարդ ես, որ մենք իրոք միասին անցել ենք էլի ճանապարհ հաղթանակ զբոսայգում ու ես քո տաղանդը հայտնաբերել եմ այնտեղ հաղթանակ զբոսայգում եւս եւ որպես լավ մարդ եւ որպես երգիչ եւ որպես հաղորդավար կարող եմ ասել տաղանդավոր ու շնորհակալ եմ որ այսօր դու ինձ հրավիրել ես այստեղ ու ես քեզ հետ կարողացա փոքրինչ անկեղծանալ։ Ես եմ շնորհակալ մեր տաղավարը ավելի երազանքների համար։ Դե ինչ, ավարտվեց անցյալից ներկա նախագծի մեր այսօրվա թողարկումը։ Այսօրվա մեր հյուրը հայկական էստրադայի ամենաանկեղծ, ամենագեղեցիկ ու ամենատաղանդավոր երգչուհիներից մեկն էր։ Այսօրվա իմ հյուրը անցել էր
հրաշալի ստեղծագործական ճանապարհ։ Ես Վարդան Վարդանյանն եմ, իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ նոր պատմություններով։ Մնացեք բարով։ Leader Suites վստահությունը իդեալական նստվածքից։ Leader Suites-ը առաջարկում է կոստյումներ հարմար ցանկացած միջոցառման համար։ Բիզնես հանդիպումներ, հարսանիքներ, տոնական միջոցառումներ։ Մեկ կոստյում, տասնյակ ոճային կերպարներ։ Զգա քեզ վստահ։ Եղիր բարձր մակարդակի ցանկացած իրավիճակում։ Երևան տոնավաճառ B103 եւ B136